Այսինքն առաջի էջում մեր հիմնական հերոսն է, երկրորդ էջում կարևոր խորհուրդներ է մարդկանց համար, որովհետև մեր իմանալով թռուցիկներ, որ վերցնում են 5 րոպե հետո շպրտում են մոտակա աղբամանը, եթե կա։ Իսկ այստեղ օրինակ կարևոր խորհուրդ ասում է, ինչպես ազատվել միջատի խայթոցից։ Խայթած տեղին մի փոքր ատամի մածուկ քսեք, մենթոլը կսառեցնի մաշկը եւ արագ կհանգստացնի քորը։ Նմանատիպ 5 խորհուրդ կա, որ այն իրավիճակներում, որ դուք կարաք հայտնվեք ու ձեր ձեռքի տակ չլինի հեռախոս, ձեր ձեռքի տակ կարա լիներ մեր թռուցիկը եւ դա ձեր կյանքին որոշակի օգուտ տար։ Ասենք կա օրինակ ինչպես ազատվել խռոցից, ինչպես ազատվել կոշիկի տհաճ հոտից, ինչպես ազատվել խոհանոցի տհաճ հոտից, ինչպես ազատվել կայուն մեծամասնությունից։ Մարդիկ սովորաբար բաժանում են իրենց նախընտրական ծրագրերը, ինչի սենց բաներ բաժանում։ Մենք սա բաժանում ենք, նշեցի, որ մարդիկ սովորաբար երբ որ բաժանում են այդ ծրագրերը, հաջորդ ասենք մոտակա աղբամանում է հայտնվում այդ թռուցիկը։ Իսկ այս թռուցիկը մարդկանց օգտակար խորհուրդներ է տալու իրենց կյանքում։ 5-րդ կետին կանդրադառնա։ 5-րդ կետը արդեն մեզ է վերաբերվում, այսինքն փորձել ենք թռուցիկի մեջ նաև մի փոքր մեր ծրագրային կետ դնել, դրանով իսկ մարդկանց ուշադրությունը գրավելով մեր թռուցիկների վրա։ Բացեք հակակցել։ Կարծում եք Տվյալ դեպքում դրված է, որ հունիսի 7-ին գնացեք ընտրության եւ քվեարկեք բոլորին դեմը։ Մենք քվեաթերթիկում համար 2-ն ենք լինելու ու եթե դուք գաք ու քվեարկեք, մենք կկարանանք իրականացնել մեր փոփոխությունները, այսինքն մի բան կա այստեղ, որ մեր մասին է։ Ինչ կարգախոսով եք բոլորին դեմ։ Բոլորին դեմ կարգախոսով, մենք բոլորին դեմ ենք։ Մերը եւ անունը եւ մեր կարգախոսը եւ ամեն ինչ ինձ թվում է արտահայտվում է հենց անվան մեջ։ Իսկ այս Spider-Man-ը կոշիկով կամ տապճկայով սա ինչա խորհրդանշում, սա ինչ որ։ Նայեք, այստեղ գրված է պատժիր բոլորին։ Հա, Պատժում ենք էլի, որովհետեւ նաև մենք քվեաթերթիկում համար 2-ն ենք ու պատժելու շատ ձևեր կա, ասենք օրինակ կարանք 2 նշանակենք բոլոր քաղաքական ուժերին։ Բայց այդ հողաթափը նկարելու, եթե հողաթափը իհարկե դա ինչ-որ բռնության արար չի նկարագրում ձեզ։ Ոչ, չեմ կարծում։ Իսկ կներեք, ոտ այսպես միտք չկա արդյոք, որ ձեր ընտրողների կողմից այս ամենը անլուրջ կթվա։ Չեմ կարծում, մենք չենք անլրջացնում այդ գործընթացը, մենք եկել ենք ընտրության ու մենք ստանալու ենք ժողովրդի քվեն, որպեսզի կատարենք մեր փոփոխությունները։ Ես նաև կառաջարկեմ, եթե դեմ չեք, մենք ակցիան արդեն սկսենք, եթե դուք ձեր բաները արել եք, որովհետև Spider-Man-ը ասեք ինչի Spider-Man ոչ թե ուրիշ ինչ-որ բան։ Դե նայեք, շատ ուժեր իրանց հետևում խոսում են։ Մենք չգիտենք, որ հետևում կանգնած ուժեր կան, ասենք Ռուսաստանից, Ամերիկայից, Ֆրանսիայից, չգիտեմ, Եվրոպայից, ու մենք որոշեցինք ցույց տանք, թե որ ուժերն են մեր հետևում կանգնած, տվյալ դեպքում սուպերհերոսներն էին, որոնցից ամենաշատ սիրվածն ու տարածվածը դա Spider-Man-ն է։ Չի օրինակ Նուպագազին, որ բերեինք, դա կարծում եմ ոնց որ մեր տեսանկյունից ուժի ցուցադրություն չէր լինի, իսկ Spider-Man-ը սուպերհերոս է, որը մարդկությանն է փրկում, եւ հետեւաբար դա ավելի ճիշտ կնկարագրի մեր ուժի չափը։ Սկսենք։ Առաջարկում եմ սկսենք։